Եդեսիայի Սուրբ Բարսում ակամ Պարսամ ճգնող հայրապետի և նրա հետ եղողների վարքն ու վկայաբանությունը։ Քրիստոսի խոստովանող Սուրբ վկա երանելի Բարսում ակամ Պարսամ հայրապետը Միջագետքի Եդեսիա Ուրհա քաղաքի եպիսկոպոսն էր։ Նա իր հովական ծառայությունը վարում էր երկրորդ դարի սկզբին, Տրայանոս Կայսեր թագավորության տարիներին և իբրև քաջ ու արթուն հովիվ առաջնորդում էր քրիստոնյաների փոքր հոտին, որը ձևավորվել էր Սուրբ Թադեոս առաքյալի քարոզությունից։ Նա առաջինն էր, որ Եդեսիայի բնակչությանը մեր բարեպաշտ և աստվածասեր Աբգար թագավորի հետ դարձրեց Սուրբ Հավատին, բայց քանի որ Սանատրուկից հետո քաղաքում դարձյալ տարածվեց հեթանոսությունը, նոսրացան քրիստոնյաների շարքերը ու զորացան կռապաշտները։ Մի օր, հեթանոսական պիղծ կուռքերի տոնի օրը, Եդեսիա քաղաքում Սուրբ Պարսամ հայրապետը տեսավ իր համազգի պարթևներին, ովքեր հարկադրված գնում էին զոհեր մատուցելու։ Նրանց շարպել կոչված ծերունի քուրմը տոնի կապակցությամբ պայծառ ու երևելի պատմուճան էր հագել և իր գլխին ոսկեզարդ արքայաշուք խույր էր դրել։ Նա հրամայաբար ստիպում էր ժողովրդին ուրախությամբ մասնակցել այդ տոնակատարությանը։ Այն ժամ Սուրբ եպիսկոպոսը հանուն Աստծո փառքի վառվեց վրեժ խնդրությամբ ու իր հետ վերցնելով Թիփա քահանային և Սիլովա սարկավակին մոտեցավ քրմին ու ասաց. «Ամենաթագավորն Աստված քեզանից է պահանջելու այսքան մոլորված մարդկանց հոգիները, որոնց ստիպում է զոհ մատուցել խուլ ու համր և անշունչ կուռքերին։ Խնայիր նաև քեզ, քանզի ծեր այր ես ու անմտությամբ ես վարվում»։ Եվ Սուրբ եպիսկոպոսը Սուրբ Հոգու զորությամբ, որով զգեստավորված էր Աստվածիմաց շատ խոսքերով, խրատեց ու հանդիմանեց նրան և դարձրեց դեպի ճշմարիտ հավատը։ Ապա հենց այդ նույն գիշերը շարպել քուրմը և նրա քույրը Բավյան գնացին եպիսկոպոսի մոտ ու նրանից ընդունեցին Սուրբ Մկրտությունը։ Եպիսկոպոսը շարպելին վերանվանեց Թութայել և նրա վրա սպիտակ պատմուճան գցեց, ինչպես որ ըստ օրենքի հագնում էին նոր մկրտվածները ի նշան Սուրբ Ավազանից լուսավորության։ Հետևյալ օրը կռապաշտները տեսնելով նրան սպիտակ զգեստներով հույժ զարմացան, իսկ նա ասաց նրանց. «Ինչու եք զարմացած ինձ նայում։ Իմացեք բոլորդ, որ ես հավատացել եմ Քրիստոս Աստծուն, մկրտվել եմ Հոր, Որդու և Սուրբ Հոգու անունով և լվացվելով մկրտության ջրով Քրիստոս Աստծուց մեղքերի թողություն եմ ստացել։ Թողություն ստացա իմ բոլոր չարիքների համար, որոնք գործել եմ ձեր մեջ, որովհետև ես եմ եղել ձեր գայթակղության և հոգիների կորստյան պատճառը։ Ես մոլորեցնում էի ձեզ, մասնակից դարձնելով սնոտի պաշտամունքի զազրելի և անարժան գործին, բայց այսուհետև ձեր փրկության պատճառը կդառնամ։ Արդ հավատացեք բոլորդ ճշմարիտ Աստծուն, մեր Տեր Հիսուս Քրիստոսին»։ Եվ այլ հոգեշահ օգտակար խոսքեր ասաց նրանց։ Իսկ ժողովրդի բազմությունը Աստծո շնորհների տվչությամբ ականջալուր եղավ նրա խոսքերին, քանի որ նրան ընդունում էին որպես իրենց պաշտամունքի կատարյալ առաջնորդ։ Եվ տղամարդկանցից ու կանանցից, ծերերից ու երիտասարդներից շատերը հավատացին Քրիստոսին։ Լուր հասավ Լուսիաս դատավորին, որ այդ ժամանակ հռոմեական իշխանության կողմից Եդեսիայում հրամանատար էր կարգված, թե շարպել քուրմը քրիստոնյա է դարձել և իր հետևից մեծ բազմություն տարել։ Դատավորը նրան շտապ իր մոտ կանչեց ու նրա հետ սկսեց խոսել նախ համոզիչ, ապա սպառնալից խոսքերով, որպեսզի նա հեռանա քրիստոնեությունից և դառնա իր նախկին պատվին։ Սակայն նա քաջությամբ պատասխանեց դատավորի բոլոր հարցերին ու ամենևին չպատրաստվեց ուրանալ Քրիստոսին և զոհել կուռքերին։ Դատավորը բարկացավ ու դահիճներին հրամայեց բրիչներով հարվածել նրան։ Իսկ դրանից հետո երկաթե ճանկերով քերեցին ու քերթեցին նրա ծնոտն ու երեսը, ձեռքերը մեջքին կապելով ուժգին հարվածեցին նրա որովայնին և այդպես խոշտանգված նրան տարան ու բանտ նետեցին։ Շատ օրեր անց բանտից հանելով նրան բերեցին դատավորի առջև, սակայն նրան դարձյալ հաստատուն գտան Քրիստոսի հավատի մեջ։ Ապա Լուսիասը հրաման տվեց կախել նրան աջ ձեռքից, որից խախտվեցին նրա բոլոր հոտերը։ Մարմինը այրեցին մինչև քերված ծնոտը և աչքերը, ապա դարձյալ կախեցին ու քերեցին նրա կողերը, իսկ վերջում աղով քացախ լցրեցին քերթված վերքերի և խանձված ծնոտի վրա։ Իսկ այս ամենից հետո նրան խաչեցին։ Մի քանի ժամ անցնելուց հետո տեսնելով, որ նա չի մեռնում, իջեցրին խաչից և կամեցան սղոցել նրան։ Այն ժամ նրա բարեկամներից ոմանք նրան թմրադեղով գինի տվեցին, որպեսզի չզգա տանջանքների ցավը, սակայն երանելին ասաց. «Կամենում եմ առավելապես զգալ դառնագույն կտանքները», և չխմեց գինին։ Նա իր ձեռքերը երկինք բարձրացրեց
եւ աղոթեց. Տեր, թողություն տուր իմ նախկին հանցանքներին, երբ պիղծ կուռքերին զոհեր էի մատուցում ու բարկացնում քեզ։ Տեր, փրկիր ինձ սպասվող դատաստանից։ Ապա կնքելով իրեն սուրբ խաչի նշանով մտավ մամլոխ մեքենայի մեջ, որ սղոցեն իրեն։ Սակայն որքան էլ դահիճները ջանացին, սղոցի ատամները նրա վրա ոչ մի հետք չթողեցին։ Ոստի սրով հատեցին նրա գլուխը եւ այդպես երանելին նահատակվեց ի տեր։ Իսկ նրա քույրը Բավյան իր գիրկը վերցրեց Սուրբի գլուխն ու ասաց. Քո հոգու հետ ընդունիր նաև իմ հոգին, քաղցրիկ եղբայր, եւ մատուցիր Քրիստոսին, ում հավատացինք։ Դատավորն այս լսելով, մինչ եղբոր գլուխը քրոջ գրկում էր, հրամայեց նույն տեղում կտրել նաև նրա գլուխը։ Իսկ քրիստոնյաները վերցրին նրանց մարմիններն ու պատվով թաղեցին իրենց գերեզմանոցում։ Այն ժամ դատավորին տեղեկացրին, որ Շարբել Քրմին քրիստոնյաների եպիսկոպոս Պարսամն է դարձրել իրենց հավատին, մկրտել եւ դարձել նրա մահվան պատճառը, եւ ոչ միայն նրան, այլև քաղաքի մեծամեծներից շատերին՝ Օտային, Արհավեասին, Հովսեսիոսին եւ այլն։ Դատավորը հրամայեց իր մոտ բերել Սուրբ եպիսկոպոսին։ Սպասավորները նրան գտան Աստծո տանը, քրիստոնյաների բազմության մեջ։ Երբ ատյան տանելու համար բռնեցին նրան, հավատացյալները գնացին նրա հետևից, նրա հետ կանգնեցին ատյանի առջև եւ միաբան աղաղակելով ասացին. Մենք էլ պատրաստ ենք մեռնել Քրիստոսի սիրո համար։ Իսկ դատավորը սաստելով ամբողջին սկսեց հարցաքննել եպիսկոպոսին, ով համարձակ խոստովանեց, որ ցանկանում է մեռնել Քրիստոսի անվան համար։ Այն ժամ զայրացած դատավորը 7 հուժկու մարդկանց հրամայեց գնահարել եպիսկոպոսին, որից հետո դարձյալ սկսեց համոզել նրան, քանզի ջանում էր հնազանդեցնել իր կամքին կամ էլ սպառնալիքներով ահաբեկել։ Սակայն Սուրբ եպիսկոպոսն ասում էր. Ես հավատում եմ Քրիստոսին, ճշմարիտ Աստծուն, եւ անարգում եմ քո այդ կուռքերին։ Հրամայիր տանջել մարմինս հանուն Քրիստոսի, որպեսզի բարի լինի ինձ, քանզի լոկ խոսքերն ինձ օգուտ չեն տա։ Դատավորի հրամանով դարձյալ կախեցին նրան ու մարմինը երկաթե ճանկերով քերեցին, սակայն չկարողացան սասանել նրան։ Եվ մինչ դատավորը խորհում էր, թե այլ ինչ տանջանքների ենթարկի նրան, նույն պահին ավականիներից մեկի Սպալարիոս մեծ եպարքոսի կողմից մի հրովարտակ եկավ, ըստ որի մեծ Ընտրայանոս թագավորի հրամանով բոլոր քրիստոնյաները պետք է ազատվեն բանտերից ու տանջանքներից։ Եվ անմիջապես կախաղանից իջեցրեցին եպիսկոպոսին ու ազատ արձակեցին։ Թագավորական հրովարտակն այս բովանդակությունն ուներ. Մեր թագավորությունը բազում հավատարիմ իշխաններից լսեց, որ քրիստոնեական օրենքները նման են մեր օրենքներին։ Նրանք պիղծ են համարում արյունահեղներին եւ կախարդներին, պատվիրում են հեռու մնալ շնությունից, գողությունից, ընկերոջ հանդեպ նենգությունից, զրկանք պատճառելուց, ուսուցանում են ատել կաշառք տալն ու վերցնելը, չարամտությունը։ Եվ քանի որ նույն խորհրդով են գրված մեր ու նրանց օրենքները, հրամայում ենք դադարեցնել քրիստոնյաների դեմ հալածանքները, չարչարանքները եւ տանջանքները, թույլ տալ նրանց հանգիստ ապրել ու խաղաղությամբ կատարել իրենց կրոնական կարգերը եւ պաշտամունքները։ Արդ, եթե մեկն արգելի նրանց պաշտել իրենց կրոնը, հալածի կամ նեղություն պատճառի, պատիժներ ու տանջանքներ կընդունի մեր թագավորության կողմից։ Այս հրամանով Սուրբ Բարսումա եպիսկոպոսն ազատվեց կապանքներից եւ տանջանքներից, իսկ հավատացյալների բազմությունը մեծ ուրախությամբ նրան վերցնելով, սաղմոսներով եւ օրհնությամբ տարավ եկեղեցի։ Այնուհետև երանելին համարձակություն գտնելով, չէր դադարում աներկյուղ քարոզել աստվածապաշտությունը ու շատերին, այդ թվում նաեւ պարթևներին, դարձրեց Քրիստոսի ճշմարիտ հավատին։ Իսկ ինքը ապրելով բարի եւ առաքինի վարքով ու մեծ ճգնություններով իր մարմնի մեջ կրում էր Քրիստոսի չարչարանքները եւ ծերության հասնելով Քրիստոսի խոստովանող վկա ու ճգնավոր երանելի Բարսուման խաղաղությամբ ննջեց ի Քրիստոս, իսկ հավատացյալները շքեղ ծիսակատարությամբ թաղեցին նրան եւ մեծապես պատվեցին եկեղեցուն։ Օրհնյալ է Սուրբ Բարսումայի հիշատակը, օրհնյալ է Սուրբ Թութայելի հիշատակը եւ օրհնյալ է նրա քրոջ Բավյայի հիշատակը։ Փառք Հորը Որդուն եւ Սուրբ Հոգուն, այժմ եւ միշտ եւ հավիտյանս հավիտենից ամեն։ Փառք Սուրբ Երրորդությանը։